Մեկ ամիս է անցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողություններից, որոնք արդեն վաղուց վերածվել են տարածաշրջանային պատերազմի։ Իրանին ու լիբանանյան Հեզբոլլահին ուղղված հարվածները հանգեցնում են Իրանի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմաբազաների թիրախավորմանը, որից մեծապես տուժում են ծոցի արաբական երկրները։ Պատերազմի ավարտի մասին քննարկումները հակասական են թվում, առանց որևէ հստակության։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին մի կողմից հաստատել է Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը, մյուս կողմից էլ սպառնացել գրավել Իրանի Խարկ կղզին, վերահսկողության տակ առնելով Իրանի նավթի արտահանումը։ Իսկ Թեհրանից վստահեցնում են, որ պատրաստ են ամերիկյան ցամաքային ներխուժման սցենարին։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա Թեհրանում չեն կիսում Վաշինգտոնի երբեմն հնչեցրած լավատեսական սպասումները։ Ավելին, իրանցի անանուն պաշտոնյաներից մեկը սկզբունքորեն դեմ չլինելով գործընթացին, հայտնել է, որ իրենք չեն ցանկանում երկխոսել ամերիկյան ներկայիս բանակցող թիմի հետ։ Իդեմս ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Ըստ այդ տեսակետի, Թրամփի ներկայացուցիչները բավականաչափ չեն տիրապետում բանակցային հիմնախնդիրներին։ Բանակցային գործընթացի բացակայության պայմաններում պատերազմը սպառնում է ավելի տարածվել, բացելով նոր ճակատներ։ Ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է Իրանի հովանավորությունը վայելող Եմենի հութիներին։ Հութիները, որոնք Իրանի դեմ գործողությունների ընթացքում երկար ժամանակ լուռ էին, հանգստյան օրերին խախտել են այն, հարվածելով Իսրայելին։ Այս միջադեպի հետևանքով մեծացել է վտանգը, որ կարող է արգելափակվել Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսի և Սուեզի ջրանցքին միացնող Բաբ-էլ-Մանդեբ նեղուցը։ Այս նեղուցը, ինչպես Հորմուզը, մեծ կարևորություն ունի համաշխարհային տնտեսության համար, որի նշանակությունը ավելի է մեծացել Հորմուզի նեղուցի ճգնաժամի պայմաններում։ Բաբ-էլ-Մանդեբ նեղուցով օրական մոտ 4 միլիոն բարել նավթ է անցնում։ Եմենի հութիները վերջին անգամ խնդիրներ էին հարուցել Կարմիր ծովի նավարկությանը պայմանավորված Գազայի պատերազմով։ Այդ ժամանակ հութիները թիրախավորում էին Իսրայելի և նրա դաշնակիցների նավերը։ Նրանց հարուցած վնասները տարեկան գնահատվում էր $1 տրիլիոն։ Խնդիրը հանգուցալուծվեց ԱՄՆ նախագահ Թրամփի և հութիների միջև 2025-ի համաձայնությամբ, որը վերաբերում էր միայն ամերիկյան նավերի ապահովությանը։ Այս անգամ էլ կարծես հութիները թիրախավորելով Իսրայելը վերահաստատել են իրենց հանձնառությունը ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնության հարցում։ Բաբ-էլ-Մանդեբի հնարավոր ճգնաժամը իր հերթին կարող է ավելի սրել նավթի խնդիրը։ Ամերիկա-իսրայելական հարձակումից առաջ նավթի գները տատանվում էին $65 սահմաններում։ Ներկայում բարելի նավթի գինը հատել է $110։